Գալիս են մեր հերոսները, մեր անուշ աղբերները։ Ապրեն, բոլորը ապրեն, բարով եք հավաքվել, նարեք։ Բարեկամներ, հարգանքներս, հիմա գտնվում ենք Հովտաշատ գյուղում, նույն ինքը Մեյմանդար գյուղը։ Սլավը գնացել է Իջևան, վերցրել են մեր զինվորին, մեր արքային, Նարեկին ու բերում են տուն։ Զինվորը 2 տարի փորձություններից հետո, ռեֆորմացիաներ ապրելուց հետո վերադառնում է օջախ եւ պետք է գրկի մայրիկին, մեր Նարինե քույրիկին, իսկ Մարինե քույրիկի քույրիկը, ով գտնվում է Ռուսաստանում, որոշել է նրան ուրախացնի, իսկ թե ոնց ուրախացնի, իհարկե մեզ ասել, որ գանք, էսի մորակրոջը կողմից է, Մարինե մորակրոջ, շատ սիրում այդ ձեզ։ Հիմա զինվորը ընկերների, եղբայրների հետ ճանապարհից ծաղիկների հարցերն է լուծում, որ ուղևորվի դեպի օջախ, իսկ մենք գնում ենք նրանց ուղեկցենք։ Ուժեր։ Լավ անուշ աղբերները ծառայեն հետ գան։ Նվեր ունես, որ ոչ մեկ չգիտի ինչ է, ես էլ չգիտեմ, նոր եմ բերել տվել, ասել եմ պետքա ծնողների կողմից նվեր հանձնենք։ Նարեկ ջան, ես պայծ սկսած, մենակ լավ լուր, ամեն ինչը նենց ես անում, որ օջախը չենացնես, լավ տղալնես ու շարունակես ես լավ ավանդույթները։ Մորակուրն էլ շատ է սիրում քեզ, քույրիկին էլ չասեմ, քույրիկի համար շատ է հուզվել։ 2 տարիների փորձությունները հաղթահարելով եկավ հասավ ու գրկեց մայրիկին։ Գնացինք ընկերներ, շնորհակալ եմ բոլորիցը։ Սամի հաշկ է հայկական, կարող է պատվիրել անգամ ամերիկան, Ռուսաստանը կամ էլ Եվրոպան, հայերու։ Բարեկամներ, հարգանքներս, հիմա գտնվում ենք Հովտաշատ գյուղում, նույն ինքը Մեյմանդար գյուղը։ Այո, հայ եղբայրս, աս։ Ջան։ Խաթունախ գիտես եք այդ գյուղը։ Հա, ոչ չգիտեմ։ Դու գնա Խաթունախ կայնի մեր սուպերմարկետի մոտ։ Մենք ստե ծաղիկներն ենք եկալ ենք ու շարժվենք։ Լավ, այ աղբերս, հա։ Всё, լավ։ Մի անգամ սիգնալներից կջոգես որ մենք ենք։ Հա, աղբերս, հա։ Դե բանը, այ աղբեր, սիգնալներ եք տալի հիմա։ Դե գալուց էլի որ ասենք այդ կոմերը, բաց։ Հա, լավ, всё, հասկացա քեզ, աղբերս, լավ։ Բարեկամներ, հենց նորին զանգել էր մեր զորացրված զինվորի եղբայրը, Սլավը։ Սլավը գնացել է Իջևան, վերցրել են մեր զինվորին, մեր արքային, Նարեկին ու բերում են տուն։ Շատ ուրախալի օր է այսօր, լավ ու լուսավոր օր։ Զինվորը 2 տարի փորձություններից հետո, ռեֆորմացիաներ ապրելուց հետո վերադառնում է օջախ եւ պետք է գրկի մայրիկին, մեր Նարինե քույրիկին, իսկ Մարինե քույրիկի քույրիկը, ով գտնվում է Ռուսաստանում, որոշել է նրան ուրախացնի, իսկ թե ոնց ուրախացնի, իհարկե մեզ ասել, որ գանք նրա ներկայությունը այստեղ ապահովենք, շնորհավորենք եւ շնորհակալություն հայտնենք մեր Նարինե քույրիկին, որ նրա որդին անփորձանք ծառայեց, պատվով ծառայեց եւ վերադառնում է օջախ։ Եվ չմոռանանք մեր երաժիշտ անուշ աղբերներին, ովքեր եկել են Էջմիածնից ու հենց հիմա այնտեղ գեղեցիկ նվագ են տարածելու։ Դյութական հայոց նվագը զինվոր դիմավորող։ Հիմա զինվորը ընկերների, եղբայրների հետ ճանապարհից ծաղիկների հարցերն է լուծում, որ ուղևորվի դեպի օջախ, իսկ մենք գնում ենք նրանց ուղեկցենք։ Ընկերներ, մենք հիմա հասնում ենք Գայ գյուղ, նախքին Խաթունախ եւ այստեղ մենք պետք է սպասենք զինվորի գեղեցիկ ավտոշարասյանը, որի մի մասն էլ մենք կդառնանք ու գեղեցիկ նկարելով կգնանք կհասնենք զինվորի մայրիկին, որտեղ շատ հետաքրքիր կլինի անակնկալը, ես վստահ եմ։ Սա այդքան էլ անակնկալը ավելի շատ քույրիկի կողմից, Մարինեի կողմից իր քույրիկին է, որովհետեւ Նարինե քույրիկը գիտի, որ իր որդին վերադառնում է։ Իսկ մենք մեր մասին ոչինչ չգիտի, որ եկել ենք ու գեղեցիկ անակնկալ ենք անելու, որ քույրիկի ներկայությունն ազգա, որ զգա քույրիկի ինչքան է ուրախացել այս մեծ ձեռքբերմամբ եւ հաղթանակով։ Հետևաբար Վարդանը հենց հիմա կբացի մեքենայի լյուկը, որպեսզի այնտեղից ավելի լավ ու գեղեցիկ կադրեր վերցնենք զինվորի վերադարձի։ Բարեկամներ, հիմա Գայ գյուղը հաղթահարելով գնում ենք
հասնենք մեր ավտոշարասյանը, որը ուղևորվում է դեպի օջախ։ Հիմա մնում է շատ շուշանանք, հետ չընկնենք էլի շատ։ Մենք հասնում ենք հեսա սուպերմարկետի մոտ է։ Դե ես գալիս եմ, հələ որ ձեզ չեմ հանդիպել, ջոգիր։ Հեսա հասնում ենք այդպես։ Գայը դուս ենք եկել մենք, հա, գայը դուս եկանք։ Դե գայնը կեկանք, այդ աշվիրա սուպերմարկետ կա, չէ՞ մեծ։ Հələ տենամ, Հայկաշենն, արա, հա, Հայկաշեն մտա աղբեր։ Հայկաշեն եք։ Հա։ Դե գայնը կետ խաչի մոտ գալիս ենք։ Դե խաչի մոտ եմ աղբերս, արդեն խաչը բանով նկարի մեր զինվոր Նարեկն է գալիս, բարեկամներ։ Նկարում ես։ Մենք սպասում ենք հիմա նրանց ավտոշարասյանը, ովքեր հենց հիմա ուրախ տրամադրությամբ գալու են, իսկ մենք գնանք ու գեղեցիկ ամեն ինչը կազմակերպենք։ Փաստորեն մենք իրանց առաջ էինք, հա? Ամեն ինչ խառնվել է իրար ու առաջ ենք ընկել բարեկամներ, բայց ոչինչ։ Շոշով գնա դպրոցի մոտ, էլի այդ շոշը քեզ ինչքան տանում է գնա, աչի տանը դպրոցն է, գնա դե սպասի եկանք։ Լավ, այդ եմ դպրոցի մոտ աղբեր, ձեր տուն են դե, աղբեր, տուն են դե, հա? Գնա դու աղբեր, այդ շոշով գնա, դպրոցը մի քիչ ասպես այդ խոսի մեջ Լավ աղբերս, լավ։ Հայկաշեն յուղում ենք ընկերներ, Հայկաշենը շատ կարևոր նշանակության յուղ է եւ մեծ մարդիկ է տվել մեր հանրապետությանը, ինչի համար շատ շնորհակալ ենք։ Հա, Սերյան Սարոյանը։ Բարև ձեզ։ Դպրոցը որտեղ է։ Դպրոցը որտեղ է, կներեք փոշու համար։ Զինվոր եմ բերել։ Նարեկն է եկել։ Նարեկը, ըստ եմ ոչ չի, իրանք առանձին են գալ, հեսա շխուրով կգան։ Հասանք, հասել ենք։ Հիմա ստե կֆրանք, կգնանք կսպասենք զինվորին։ Լարված է դերություն ընկերներ, ինչ խոսք։ Հիմա մենք սիրուն ստե կտեղավորվենք այստեղ, այսպես։ Իրալի։ Գալիս են մեր հերոսները, մեր անուշ աղբերները։ Այդ ինչ են արել։ Ախ երանի առավոտյան ախտանամ, զինվոր բալիստանը տեսեմ լիանամ, մի համբույրտա համբույրիցը ջերմանամ։ Այսպես պետք է զիմավորեն մեր զինվոր բալեքին։ Այս զինվորես մայրդ քեզ նով է հապատ, մնա հազոր, մնա կանգուն ու անպահատ, այս զինվորես մայրդ քեզ նով է հապատ։
Ապրեն, բոլորը ապրեն, բարով եք հավաքվել։ Նարեկ, արի ուր ես գնում, աղբերս, արի, բարով ես եկե։ Թող մեր բոլոր հայ ազգի լավ անուշ աղբերները ծառայեն հետ գան։ Նարնեք հույրիկ աշներըտ լույս լինի, ես եկել եմ մի շատ կարևոր մարդու կողմից իրա ներկայությունը ապահովեմ ստեղ։ Ում կողմից եմ եկել։ Մարինեք հույրիկը շատ է ուրախացել, ուզում եմ որ ձեր ուրախությունը ձեր հետ կեսի ուղղակի հեռու էլի գործը պահեր կա դրա համար չի եկել։ Հիմա այս ծաղիկները տամ, նվիրես մայրիկին, էսի մորակրոջը կողմից է, Մարինե մորակրոջ, շատ սիրում այդ ձեզ ու ուրախացել է աղբերս, հպարտ է, մամայի չափ ուրախ է, դա մի քիչ պակաս։ Նարեկը շոքել է, սև շորերով, արի աղբեր, արի դու նվեր ունես, որ ոչ մեկ չգիտի ինչ է, ես էլ չգիտեմ, նոր եմ բեր հետև, ասել եմ պետք է ծնողների կողմից նվեր անձնենք, պապան ուր է, Աննը, Զորակ բարեկամս, արի, նվեր ես տալի դու հիմա, արի, դա նվեր է, ուրախանալու է, սպասված նվեր է, ինչ կլնի, լոս են, մերկու բան ասա, ես Դες մի անգամից չբացենք, թե բացենք մի անգամից։ Աշկետ լույս լինի, բայց քո գրկելը մենք չենք տեսում, այդ գրկը էլի բալային, գրկի, ես դուր ինձ։ Հայրիկ կյանքս քեզ տամ, հպարտ եմ քանի կամ, սխալներս ներիր, ինձ փոքր համար։ Դե նվեր, հիմա բացում ենք, վերցրու, ես քեզ օգնելու եմ, էլի որ բացես, եթե չկարանաս։ Տոմատ ես ձիգ կապ է։ Հետաքրքիր է, ինչ են նախապատրաստել ծնողները իրենց զինվոր բալայի համար։ Մորակուրն է շատ ուրախացել, մեր Մարինեն։ Մի անգամից երևալու է։ Օտար հողում կարոտին։ Ժպիտը նկարի, ոնց ուրախացավ։ Արնորեր քաշել, կյանքդ ես մաշել Բաց աղբեր, բաց ես ինչ աղբեր։ iPhone 16 Էդի վերջինն է, չէ։ Հիմա հələ որ վերջին 16-ն է։ Ուրախ զանգեր, աղբերս, ուրախ զանգեր, լավ լնես, առողջ լնես, բարով ես եկե։ Ինչ կասես մեր տղերքին, որ նոր են գնում ծառայել, թե սկսել է էլի սեզոնը։ Soytan, բարով ջան, լավ անեշի։ Աբին Նարեկ։ Ապրես տատիկ ջան, քո ասածները սաղ կլնի։ Սաղ երեխեք, ողջ եմ արեք կանասեն իրենց ծնողները։ Դեր իր տեղը փակի է, դեր իր տեղը, հա, դեր իր ջեպը։ Դե ինչ եթանք մետ բան անի ինդ է, հա։ Շամպայն պայթցերում է հատ, պայթցերում էր Նարեկի համար։ Նարեկը աղբեր ունի, թե ինքը… Փոքր աղբեր, ինքը փոքրնա մեծ աղբեր ունի։ Ուրա։ Արտաշեսի կաչա։ Հիմա Արտաշեսը պիտի գնաց, հե։ Նամե տղա ունեիք ուրա։ Բայց իրան ենք մանգալի, Արտաշես։ Արտաշես։ Մը թապտու,
Դոսենց ուրախության շամպայներ միշտ պայթեն։ Ոչինչ, տոտարակը, օպա, ուժեղ։ Ուրա, մեջը ոսկի կար, սաղ պրծա ոսկիները։ Դե բաժակը, նարեք աղբեր, վերցրու։ Նարին եք ուրիկ, եկեք մենք ես արտաշեցին կգտնենք։ Արտաշես հիմա նոր պտի գնաց առայի, հա։ Հա, իմ աղբեր, իմ ազատ մարդը աղբեր, էլ են այն դեմ է ծիծաղ, են սիրուն ժպիտովըտ, ուրախացել ես, որ աղբերն եկել է։ Դեմ է սիրուն ընտանիքով։ Նարեկ ջան, ես պայց սկսած, մենակ լավ լուր, ամեն ինչը, նենց ես անում, որ օջախը չենասնես, լավ տղարնես ու շարունակես ես լավ ավանդույթները։ Մորակուրն էլ շատ է սիրում քեզ, քույրիկին էլ չասեմ, քույրիկի համար շատ է հուզվել։ Այս սրտերով էլ կանգնել է, սիրտ ունի այսօր, տղան է եկե, ծափեր տանք, ծափեր։ Տատիկ, դու տատիկն ես։ Աշկետ լույս լինի։ Մի տխրի, վերջ, արդեն մենակ ուրախ, հենա իր այդ հալուս մի թեթև կտխրես, բայց կպարտանաս միևնույն ժամանակ։ Չէ, լտես ինչքանը տենց զինվոր ունենք։ Ունենք ու կունենանք ու լավ ալնելուս հա։ Բարի միշտ օրնված է ժառանգորդանից հեռու, սար լավ բաներ մեր ապագա։ Բա որտեղ է գրկախառնությունը ջերմագին։ Այս կարմիր գորգով, ասենց սիրուն, երկու սև շորով մարդիկ։ Մենք չենք եք հասկացում։ Ապրեք մաղթանքների համար։ Համեցեք ով բաժակ ունի վերցնեք բաժակները որ Ժորակ ջան, աշկներս դուս են աղբեր։ Անի ջան, աշկներս բոլորի օջախներում թող միշտ այսենց ուրախություն լինի, տղեկ։ Այս ուրախությունը, անենց ուրախությունա, որ քեզ պատկերացնի, որ այն ուրախությունա, որ բոլորի օջախներին թող այսենց ուրախություն։ Նարեկ ջան, ոչ չարչարանքին ապաշտարը, մերնեմ ես քո սեղին աղբեր ես։ Բարով ես եկի, աղբեր Բարեկամներս, ահա, Հայկաշեն գյուղը նույնպես լսվեց ուրախությամբ, լավ լուրով, Նարեկ եղբայրը վերադարձավ երկար երկու տարիների փորձությունները հաղթահարելով եկավ հասավ ու գրկեց մայրիկին։ Թող բոլոր զինծառայողները, մեր արծիվները, պահապանները բարով խերով վերադառնան եւ հասնեն իրենց օջախներ եւ ուրախություն բերեն իրենց հետ։ Ինչքան որ տարել էին ուրախություն կրկնակի երակի շատ բերեն հասցնեն հայրենի օջախ եւ շարունակեն շենացնել ու կառուցել հայրենիքը, տունը եւ ընտանիքը։ Շնորհակալ ենք ուշադրության համար եւ մաղթանքս հետեւյալն է։ Եղեք բարի, լավատես եւ իմացեք, որ պետք է միայն լավը լինի։ Իսկ մենք լավը հետապնդողներն ենք ու բռնացնողները, այնպես որ լավ ալիքի վրա ենք։ Բաժանորդագրվեք, լայքեք, տարածեք, որպեսզի շուտ-շուտ տեսնեք նման լավ էմոցիոնալ տեսանյութեր, որպեսզի նման իրադարձությունները գերակշռեն մեր իրականության մեջ, ոչ թե այլ ուրիշ բաներ։ Շնորհակալ եմ ուշադրության համար, հիմա դուրս են գալի Հայկաշենից եւ շարունակենք ճանապարհը Գայ գյուղով, իսկ աչից քանդած էր ճանապարհը, հաջորդ գալուց աչ լրիվ հետև գնա։ Այս քանդածը հաջորդ գալուց վստահ եմ չի լինի եւ շենացած կլինի Հայկաշենի սկիզբը։ Գնացինք ընկերներ, շնորհակալ եմ բոլորիցը։ Պիանոյի դիմաց նստած ես հիմա ձեզ կպատմեմ այսօրվա մեր հավաքի պատճառը։ Մենք եկել ենք 3
թորնիկների կողմից պապիկի ծննդյան օրը շնորհավորենք։ Ճանապարհները մեզ նորից վերեցին արտանյալ հանդիսությունների սրան։ Հարգելի պարոն Դավիթ եւ Տեկին շողակատ, հրավիրում ենք ձեզ այս գեղեցիկ պարահրապարակ, որովհետև այս անակնկալը հատուկ ձեր երկուսի համար է։ Երեք թորնիկներն են, Նարեկը, Դավիթը եւ Լեոն։ Որովհետև ես հետևում եի դուք ծափեր չեք տալի։ Բարձր ավեսով։ Նրանք որոշել են իրենց պապիկի 70-ամյակը շնորհավոր լինի ձեր ծննդյան օրը։ Գեղեցիկ շնորհավոր են։ Նրանց բացական դարձնենք ներկա, այս պահին նրանք գտնվում են Բրյուսելում։ Բրյուսելում են գտնվում։ Սիրում են իրենց պապիկին, ասեմ նաև տատիկին էլ են սիրում։ Դավիթ պապիկը եւ շողակատ տատիկը շնորհավոր լինի ձեր ծննդյան օրը։ Ձեր թորնիկները ձեզ շատ են սիրում։ Իրաց ներկայությունն ենք հիմա ապահովում։ Այսօր ունեն նվերներ։ Միշտ այդպես հարգված մնաք։ Գեղեցիկ օր է այսօր։ Կնունքի օր եւ կնունքը Աստված պահի ձեր ընտանիքը։